Ժողովուրդ օրաթերթը գրում է. հայկական Սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25.5 միլիոն դրամ են հատկացրել 2 շաբաթով Սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։ Օրաթերթը նաև տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ կառավարության անդամները գնալու են ԱԺ։ Երկուշաբթի օրվանից ԱԺ տարբեր հանձնաժողովներում հայրենի կառավարության ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց։ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ կայացվի, ապա դրա վիճարկումը չի կասեցնելու տուգանքի վճարումը, գրում է Փաստորաթերթը։ Փաստորաթերթը գրում է. Մարտի 30-ին Գյումրի եւ Փարաքար համայնքներում տեղի ունենալիք թիմ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում է կայացրել ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորումը։ ՀԱՅԱՔՎ-ն որոշում է կայացրել մաս չկազմել որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի նախընտրական ցուցակի հետ, չներգրավվել քարոզչական աշխատանքներում։ Հրապարակ օրաթերթը գրում է. ի տարբերություն Գյումրու, Փարաքարի ընտրողները խուսափում են դիրքորոշում հայտնել։ Օրերս մասնակից ուժերից մեկի կողմից պատվիրված հարցումները ուշագրավ եւ խիստ հակասական արդյունքներ են գրանցել։ Առաջատարը Վոլոդիա Գրիգորյանն է։ Օրաթերթը գրում է. երեկ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ավելի քան 5 ժամ տևած բուռն քննարկման ընդմիջմանը ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանելյանը հանձնաժողովի աշխատասենյակում, որտեղ տեղի էր ունենում քննարկումը, այքոս էր ծխել տաքացվող ծխախոտ։ Քննարկումը վերսկսելուց հետո ԱԺ ժամանեցին 2 ոստիկան եւ падգամավորին հանելով սենյակից տեղեկացրին, որ տուգանում են նրան ծխելու համար։ Ակնհայտ է, որ Դանելյանին մատնել են ԿՊԱ-ականները։ Անհետ կորածների ծնողները պահանջում են, որ ՀՀ կառավարությունն անհապաղ դադարեցնի այս աղետաբեր քաղաքականությունը եւ ապահովի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերի քննության բնականon ընթացքը, հայտնում է Հրապարակ օրաթերթը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։